Բարի գալուստ մեր այսօրվա հաղորդմանը։ Այսօր ուզում եմ ձեզ հրավիրել մի ճանապարհորդություն։ Ոչ թե քարտեզներով, այլ հիշողություններով, ավանդույթներով ու մարդկային պատմություններով։ Ճանապարհորդություն դեպի մի քաղաք, որը իր չափերով գուցե փոքր է, բայց իր մշակութային շնչով անսահման։ Այս հաղորդումը նվիրված է Ախալքաղաքին, մի վայր, որտեղ յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր ավանդույթ ու յուրաքանչյուր ընտանիք կրում է իր պատմությունը։ Եվ հենց այդ պատմությունների ձայնը դարերի ընթացքում ձևավորված մշակութային հիշողությունը այսօր հնչում է նման փայլուն, ուժեղ հպարտ ճանապարհին։ Հնչում է այնպես, ինչպես հնչում է Ախալքաղաքի ձայն ռադիոն, մեր տարածաշրջանի ինքնությունը ներկայացնող կարևորագույն հարթակներից մեկը։ Ախալքաղաքը առաջին հերթին մարդկանց քաղաք է։ Մարդկանց, ովքեր իրենց հայրենիքը պահել են ոչ միայն հողով, այլ սովորություններով, հավատով ու մշակույթով։ Երբ քայլում ես այս քաղաքի փողոցներով, երբ լսում ես ծանոթ ձայները, երբ տեսնում ես համայնքի կյանքը, հասկանում ես, որ Ախալքաղաքը պարզապես բնակավայր չէ։ Դա մի տեղ է, որտեղ մշակույթը չի տեղադրվում թանգարաններում, այն ապրում է մարդկանց խոսքի մեջ, տներում, հյուրասիրության արարողություններում, յուղի մեծերի ժպիտների ու երեխաների ծիծաղների մեջ։ Ախալքաղաքի մշակույթը կազմված է 3 մեծ հիմքերից՝ ավանդույթներ, պատմություն, մարդիկ։ Եվ եթե փորձենք հասկանալ, թե որոնք են դրանք, ապա տեսնում ենք մի յուղային ու քաղաքային կյանքով լեցուն ներդաշնակ համադրություն, որտեղ հինը և նորը ներդաշնակորեն միահյուսվում են։ Ավանդույթները այստեղ չեն վերացել։ Տոները, երգն ու պարերը, ընտանեկան սովորությունները, հյուրասիրությունը այս բոլոր սերնդեսերունն է փոխանցվում։ Քանի ընտանիք կա, այնքան պատմություն կա, և յուրաքանչյուրը իր ձևով պահում ու փոխանցում է այդ մշակութային գանձերը։ Ախալքաղաքում հյուրասիրությունը պարզապես սովորույթ չէ, դա արժեք է, մարդկանց բաց սրտով ընդունելու, պատմելու, լսելու և կիսելու մշակույթ։ Պատմությունը նույնպես սոսկեջեր չեն, որոնք անցել են։ Քաղաքի յուրաքանչյուր անկյուն կիսում է իր պատմությունը։ Թանգարանները, եկեղեցիները, հին շինություններն ու գյուղական ավանդական տները ոչ միայն պատմում են անցյալը, այլ հիշեցնում են այս տարածաշրջանով անցել են դարեր, ժողովուրդներ, փոփոխություններ, բայց ամեն ինչի մեջ պահպանվել է նույն մշակութային սկիզբը, մարդկանց ուժը և համայնքի միասնականությունը։ Երբ պատկանում ես նման վայրին, գիտակցում ես դու ոչ միայն ներկայի մաս ես, այլև ամբողջ մի շրջանի շարունակություն։ Եվ վերջապես մարդիկ։ Ախալքաղաքը ծնողներ են, ովքեր սովորեցնում են իրենց երեխաներին առաջին երեխեքը։ Մեծերն են, ովքեր պատմում են հին պատմությունները երբեմն հումորով, երբեմն կատակով, երբեմն կարոտով, փիլիսոփայական ուղղությամբ։ Երիտասարդներ, ովքեր նոր հետաքրքրություններ են բերում, նոր գաղափարներ, նոր նախագծեր։ Երաժիշտներն են, նկարիչներն են, ուսուցիչներն են, մշակութային աշխատողները։ Մշակութային փոխազդեցությունների մեջ, ինչը խաչաձևել է լեզուներ, արվեստներ ու սովորույթներ։ 19-րդ դարում ռուսական կայսրության շրջանում Ախալքաղաքը դարձավ վարչական կենտրոն և սկսեց արագ զարգանալ։
Այս ժամանակ կառուցվեցին նոր ճանապարհներ, վարչական շենքեր, ռազմական հենակետեր, որոնց մի մասը մինչև օրս պահպանված է։ Դարերի ընթացքում քաղաքը տեսել է պատերազմներ, ներգաղթ, արտագաղթ, մշակութային վերելքներ ու անկումներ, բայց մի բան չի փոխվել՝ մարդկանց հավատարմությունը իրենց հողին ու մշակույթին։ Այս պատմության շերտերը մեկ մեծ գիրք են, որի էջերը թերթելիս հասկանում ես, ախալքալակը ոչ միայն քաղաք է, այլ տարածաշրջանի փիլիսոփայություն է, ժողովրդի հիշողությունը, ժամանակի կուտակած շունչը։ Ախալքալակը ոչ միայն պատմություն ունի, այլև հպարտությամբ պահում է իր տեսաժամ վայրերը, որոնք դառնում են քաղաքի մշակութային կենսագրության կենդանի էջեր։ Ախալքալակի ամրոցը։ Քաղաքի սրտում կանգնած այն համեստ, բայց կարևոր ամրոցը հիշեցնում է տարածաշրջանի ռազմական անցյալը։ Թեպետ այն մեծությամբ չի մրցում խոշոր դղյակների հետ, բայց իր քարերի մեջ կրում է դարերի հիշողություն։ Ամրոցի պատերից մեծ տեսարան է բացվում քաղաքի վրա։ Կարծես պատմությունը վերևից նայում է իր ժառանգությանը։ Ախալքալակի պատմության թանգարանը։ Թանգարանը քաղաքի մշակութային կենտրոններից մեկն է։ Այստեղ կարելի է տեսնել հնագիտական գտածոներ, ազգային հագուստներ, կենցաղային իրեր, դարերի պատմություն ներկայացնող արձանիկներ ու գործիքներ։ Թանգարանը ոչ միայն ցուցահանդեսային տարածք է, այլև կրթական հանգույց, որտեղ երիտասարդներն ու այցելուները հասկանում են, ինչ ճանապարհ է անցել այս բնակավայրը։ Ջավախքի լճերը, Փարվանա, Խանչալա, Մադաթա։ Ախալքալակի շրջանը լի է լեռնային սառը, բայց կախարդական լճերով։ Փարվանա լիճը տարածաշրջանի ամենախոշորներից է։ Հայտնի ձմռանը սառած մակերեսով եւ ամռանը իր անսահման խաղաղությամբ։ Այստեղ բնությունն ու լռությունը դառնում են արվեստ։ Վանայի բերդ։ Ամրոց քաղաքաշրջան, որ հիշեցնում է միջնադարյան ռազմական շինարարության բարձրագույն օրինակներից մեկը։ Այն գտնվում է ախալքալակի շրջակայքում եւ համարվում է կարևոր պատմամշակութային կոթող։ Ջումայի հին եկեղեցիները։ Տարածաշրջանը հարուստ է եկեղեցիներով, որոնցից շատերը միջնադարյան հայկական, վրացական եւ բյուզանդական ճարտարապետության վկայություններն են։ Յուրաքանչյուր եկեղեցի իր առաքելությունն ունի՝ պահպանել հավատքի եւ հոգեվոր մշակույթի շարունակությունը։ Գյուղերի ավանդական տները։ Ախալքալակի գյուղերը, հին տները կառուցված քարերով, փայտով, խաչաձև պատուհաններով ու փոքր բակերով իրենց մեջ կրում են գյուղական կյանքի իսկական ոգին։ Դրանք կենդանի հիշողություններ են, թե ինչպես են ապրել նախորդ սերունդները։ Երբ խոսում ենք ախալքալակի մասին, միշտ մտաբերում ենք քամոց սարերը, խաղաղ դաշտերը, յուղերի մշուշոտ առավոտները։ Բայց կա մի վայր, որը իր հրապույրով առանձնանում է բոլորից։ Դա Կումուրդոն է։ Մի գյուղ, որտեղ քարերը չեն աղմկում, բայց պատմում են։ Պատմում են դարերի մասին, հավատքի մասին եւ այդ մարդկանց մասին, որոնք այդ հողերն իրենց սրտով են պահել։ Կումուրդոն առաջին հայացքից թվում է համեստ, հանգիստ գյուղ, բայց հենց մոտենում ես, զգում ես այստեղ լռությունը ապրում է այլ կերպ։ Քամին անցնում է դաշտերով, դիչում է քարերին եւ թվում է այդ քամին բերում է միջնադարի շունչը։ Ամեն ինչ այստեղ հող է։ Տաբաշքար, պատմություն եւ հիշողություն։ Գյուղի սրտում կանգնած է Կումուրդոյի տաճարը։ Մեկ անգամ տեսնելը բավական է հասկանալու համար, որ սա պարզապես շինություն չէ։ Սա վարպետների ձեռքերի խոստովանությունն է։ Սա հավատքի, ջանքի ու նվիրումի արձան է։ Տաճարը կառուցվել է 10-րդ դարում Բագրատ II-ի օրոք եւ մինչեւ այսօր անգամ քարաթափ եղած վիճակում այն ունի կանգնած մնալու ուժը։ Երբ նայում ես գմբեթին, անգամ այդ ժամանակաշրջանի վնասվածություններից հասկանում ես, այստեղը պայքարել է, դիմակայել է, բայց չի խոնարհվել։ Տաճարի ներսում կա մի կախարդական բան՝ ակուստիկան։ Երբ քիչ շշնջես, բայց հնչում է այնպես, որ կարծես պատերն են արձագանքում։ Մարդիկ ասում են, դա պատահականություն չէ։ Այստեղ վանական դպրոց է եղել, եւ երգեցողությունը Կումուրդոն միշտ մեծ տեղ է ունեցել։ Հնարավոր է այս պատերն իրենք են սովորել երգել։ Կումուրդոյի շրջակայքը նույնպես մի ամբողջ պատմություն է։
Լեռները, որոնք ձմռանը ծածկվում են սպիտակությամբ, գարնանը կանաչությամբ, իսկ աշնանը ոսկեգույն տերևներով։ Դաշտերը, որոնք անսահման են թվում եւ որտեղ խառնվել են ժամանակն ու բնությունը։ Գյուղի ճանապարհին դեռ տեսանելի են հին արահետներ անցած սերունդների ոտնահետքերով։ Կումուրդոյի մարդիկ պարզ են, բարի, աշխատասեր։ Նրանք պահել են իրենց ավանդույթները, իրենց սովորությունները, իրենց երգերն ու տոները։ Երբ այստեղ տոն է լինում, դա պարզապես տոն չէ։ Դա համայնքի հավաքումն է, ընտանիքի, հարևանի, գյուղի միասնականությունը։ Եվ այդ միասնականությունը հենց այդ ամուր հիմքն է, ինչի վրա դարերով կանգնած է Կումուրդոն։ Այս գյուղն ունի նաև իր լեգենդները։ Ասում են տաճարը կառուցում էին առաջին քարերին լուսաբացին, որ այն միշտ կանգնի արևի ճամփին։ Ասում են նաև, որ վարպետ Գագիկը, ով ղեկավարել է շինարարությունը, ասել է. քարերը միացնում են ոչ միայն շաղափը, այլ նաև հավատը։ Եվ այդ հավատը մինչև այսօր ապրում է յուրաքանչյուր քարի մեջ։ Կումուրդոն պարզապես վայր չէ։ Դա անցյալ է, որը ապրում է ներկայի մեջ։ Դա գյուղ է, որտեղ լռությունը խոսում է, իսկ քարը պահում է այն, ինչ մարդկային հիշողությունը մոռացել է։ Երբ կանգնում ես տաճարի առաջ, զգում ես, որ ժամանակը դադարում է, եւ հասկանում ես, մենք հաճախ չենք տեսնում այն գեղեցկությունը, որն ամենօրյա է, մեր կողքին է, մեր հողում է։ Կումուրդոն մեզ հիշեցնում է, որ պատմությունը միայն գրքերում չէ, այն ապրում է մեր գյուղերում, մեր բնության մեջ, մեր մարդկանց սրտերում։ Եվ երբ հիշում ենք այդ պատմությունը, մենք ուժ ենք ստանում, ոչ միայն անցյալից, այլ նաև ապագայից։ Կումուրդոն այդ ուժն ունի, վերականգնող, միավորող, հիշեցնող։ Եվ եթե մի օր հայտնվես այնտեղ, պարզապես կանգնիր տաճարի դիմաց, փակիր աչքերդ եւ լսիր քամուն։ Այն պատմում է ամեն ինչ։ Ախալքալակի մշակույթը սա է՝ միշտ կենդանի, միշտ զարգացող, միշտ պատրաստ նորարարությամբ լցվելու։ Այն մի տարածք է, որտեղ նույնիսկ ամենափոքր նախաձեռնությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ, որովհետև այստեղ մարդիկ գնահատում են ոչ թե չափը, այլ արժեքը։ Եվ ահա, ավարտին հասնելով մեր մոնոլոգը, ուզում եմ ձեզ հիշեցնել մի շատ կարևոր միտք։ Մշակույթը դա պարզապես տոներն ու միջոցառումները չեն։ Մշակույթը մենք ենք, մեր խոսքը, մեր ժպիտը, մեր հիշողությունները, մեր վերաբերմունքը միմյանց հանդեպ։ Ախալքալակը մեծ քաղաք չէ, բայց ունի մեծ հոգի։ Ունի մի ձայն, որը ճանաչում ու զգում է յուրաքանչյուրը, ով թեկուզ մի անգամ այցելել է այս կողմերը։ Թող այս պատմությունները մեզ հիշեցնեն, որ յուրաքանչյուր ավանդույթ, յուրաքանչյուր տոն, յուրաքանչյուր մարդ արժեք է, եւ այդ արժեքները միասին են ծնվում են, որը դառնում է ոչ միայն քաղաքի, այլև ամբողջ տարածաշրջանի հպարտությունը։ Շնորհակալություն, որ հետս անցաք այս մշակութային ճանապարհը։ Մնացեք մեզ հետ, մնացեք ձեր քաղաքի, ձեր պատմության ու ձեր մշակույթի կողքին։ Սա էր Ախալքալակի մեծ ձայնը, իր լեռների պես հպարտ, իր պատմության պես հզոր։